մարզի բնապահպանական իրականության մասին շատ տեսանյութեր ենք պատրաստում, շատ թեժ կետերում ենք լինում, սակայն այս տաղավարում կարելի է ասել վերջին անգամ երևի 2 տարի առաջ ենք զրուցել։ Ինչ վիճակ է այսօր տիրում Լոռու մարզի բնապահպանության եւ ոչ միայն Լոռու մարզի Հայաստանում, ինչ բնապահպանական իրավիճակ է, որոնք են ռիսկերը, նմանօրինակ հարցեր շատ կան հիմա եւ այդ նպատակով այսօր մենք տաղավարում հյուրընկալել ենք բնապահպան իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանին։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ, բարև։ Եվ այդ 2 տարի առաջ էլի դուք էիք այս տաղավարում։ Շնորհակալ եմ, որ ընդունում եք հրավերներս, պարոն Դուլգարյան։ Որն է այսօր մի ձևակերպումով բնապահպանական իրականությունը ինչպիսին է, կան դրական տեղաշարժեր, թե այն ինչ մենք տեսել ենք միշտ նույնը շարունակվում է։ Ճիշտն ասած, այսօր հենց Facebook-ը ինձ հիշողություն բերեց 2013 թվականի Ալավերդիում իրականացված մի հատ դերախաղ, որտեղ երիտասարդներն էին եւ այդ դերախաղի մեջ հետեւյալն էր, որ գյուղի բնակիչները եւ բնապահպանները հանրային քննարկումներին նշում են, որ իրենց շրջակա միջավայրը աղտոտվում է եւ իրենց պետք չի, հանքարդյունաբերություն, քանի որ դա կվնասի իրենց գյուղատնտեսությանը, բայց միևնույն է գյուղապետը ընդունում է որոշում, որ տալիս է իր համաձայնությունը, այսպիսի մի հատ դրվագ էր 2013 թվականի, այսինքն պատկերացրեք քանի տարի է անցել եւ այսօր կարելի է ասել այդ առումով ոչինչ չի փոխվել, այսօր մեր ոլորտը, եթե վերցնենք այսպես ասած օրինակ տարբեր, այնտեղ կարող է լինել գետերի հետ կապված խնդիրներ, այնտեղ հանքարդյունաբերությունը եւ այլն, տարբեր ոլորտ, տարբեր ուղղությունները շրջակա միջավայրի կրում են բոլոր այն խնդիրները, որոնք եղել են 10 տարի, 15 տարի առաջ, եւ ամենավատը դրա մեջ այն է, որ որոշումները շարունակվում են այդ ոլորտում ընդունվել ոչ մասնակցային ձևով, չասենք համատարած, որովհետև եղել են որոշակի օրենսդրական բարեփոխումներ, եթե առաջ օրինակ կարող էր դա որոշել միայն գյուղապետը, հիմա տրված է այդ լիազորությունը օրինակ համայնքի հավաքանուն, բայց մենք տեսնում ենք, որ երբեմն համայնքի հավաքանին ականջալուր չի լինում համայնքի բնակիչների ձայներին եւ հանրության կարծիքին եւ ընդունում է որոշումներ, որոնք ոչ միայն հակասում են տվյալ համայնքի բնակիչների կամ տվյալ ոլորտի ներկայացուցիչների կարծիքներին, այլ նաև հակասում են ընդհանուր ռազմավարական առումով տվյալ համայնքի զարգացման ռազմավարությանը, տվյալ մարզի զարգացման ռազմավարությանը։ Համայնքայինը հասկացա, մարզային եւ կենտրոնական իշխանությունները ինչպես են արձագանքում խնդիրներին։ Նայեք ոնց է։ Մենք ունենք տարբեր խնդիրներ, վերցնենք օրինակ հանքարդյունաբերությունը, Տարիներ շարունակ մենք խոսում ենք ինչի մասին, որ անհրաժեշտ է մի օր նոր հանքերի ընդլայնումը կանգնեցնել, արդիականացնել, գործող հանքերը, ուժեղացնել, լուծել, բնապահպանական որոշակի խնդիրներ, ինչպիսիք օրինակ չռեկուլտիվացված պոչամբարներն են, ինչպեսինք չկառավարվող թափոններն են, չկառավարվող արտանետումներն են, լուծել այդ խնդիրները եւ նոր սկսել խոսել, միգուցե ոլորտի ընդլայնման մասին, բայց մենք այսօր կանգնած ենք մի փաստի առաջ, որ խնդիրները չեն լուծվում, այսինքն նույնն են մնում, չռեկուլտիվացված պոչամբարը մնում է չռեկուլտիվացված, աղտոտող կամ արտանետվող հանքախորշը շարունակում է արտանետումներ իրականացնել, սակայն ձգտում կա, այսինքն միտում կա ընդլայնել, այսինքն այդ չկառավարվող ամբողջ շքերթի մեջ ընդլայնել եւ նոր տարածքներ դարձնել հանքարդյունաբերական։ Ամենածիծաղելին այդ ամենի մեջ այն է, որ ցանկացած նոր նախաձեռնություն գալիս է եւ խոստանում է, այսպես ասած, միջազգային եվրոպական ստանդարտներին համապատասխան։ Նախ Եվրոպայում համարյա հանքեր չկան, քիչ-քիչ վերանում են հանքերը, այսինքն այնտեղ մի քանի երկիր են, որոնք որ մնում են որպես հանքարդյունաբերական, այսինքն նախ նման ստանդարտներ չկան եւ արդի տեխնոլոգիաներ, եվրոպական ստանդարտներով արդի տեխնոլոգիաներով այն էլ չինական, այսինքն չի համապատասխանում, այսինքն այդ ձևակերպումները
Դա ուղղակի հերթական աչքակապություններն են։ Կենտրոնական իշխանությունը ես պետք է նշեմ, որ եթե մինչև երևի 18 թիվը, 19-20 թվականները մենք ականատեսներ ենք լինում, երբ որ օրինակ շրջակա միջավայրի նախարարությունը, իսկ ավելի կոնկրետ շրջակա միջավայրի ազդեցության գնահատման կենտրոն ՊՕՀԱԿ-ը, երբեմն ընդունում էր որոշումներ, որոնք որ նույնիսկ տեղական համայնքների կարծիքը չէին արտահայտում, այսինքն նույնիսկ եթե տեղական իշխանությունը դեմ էր ինչ որ նախաձեռնությանը, այնտեղ որոշում էին ընդունում, միգուցե փորձակնություններ անցնում եւ տալիս էին համաձայնությունը։ Մենք տեսնում ենք, որ եթե ներքևից տեղական իշխանություններից գնաց, այսինքն բացասական կարծիք, ապա իրենք այլևս այդ գործին ընթացք չեն տալիս։ Ավելին, ունեցել ենք դեպքեր, երբ որ տեղական իշխանությունները տվել են համաձայնություն կամ սխալ են արձանագրությունը կազմել, եւ դա նշվել է համապատասխան լիազոր մարմնի կողմից, եւ այդ հիմքով էլ մերժել են, տվել են բացասական եզրակացություն։ Այսինքն մենք պետք է վստահ ասենք, որ ոլորտում արկա խնդիրները իրենք պետք է իհարկե լուծվեն քաղաքականության միջոցով, այսինքն կենտրոնական քաղաքականության միջոցով, որ իջեցվի այդ քաղաքական կամքը դրսևորվի եւ այլն, բայց ամեն դեպքում ներքևում որոշումները կայացվում են տեղական համայնքների կողմից։ Եվ խնդիրը հենց այնտեղ է, որ շատ դեպքերում այդ որոշումները տեղական համայնքներում որ կայացվում են եւ որոնք դառնում են իրավական ակտ, որով առաջնորդվում են ազգային իշխանությունները, այդ որոշումները տեղական մակարդակում չեն արտացոլում, չեն պատասխանում տեղում մարդկանց կարծիքին։ Ալավերդի, Աղթալա, Շնող, Թեղուտ, Շամլուղ, Փամբակ, այսօր արդեն Վանաձոր։ Կավելացնեի նաև Մղարդ, Ուրասար, այսինքն Ստեփանավանի տարածքում։ Սրանցից որոնք են ամենախոցելին։ Մենք չենք կարող ասել հստակ թիրախավորել մեկին, ինչ որ մեկին, որ ինքը ավելի խոցելի է, բոլորն էլ խոցելի են։ Հստակ ասեմ ձեզ, որ եթե ինչ որ միտեղ, մի ընկերության մոտ ինչ որ մի բան ավելի լավ է ստացվում, ապա մի այլ բան վատ է ստացվում։ Այսինքն պետք չի թիրախավորել ըստ իս կարծիքի, ժամանակին օրինակ ես մտածում եի, որ մենք այս խնդիրը տեսանք, ուրեմն այս խնդիրը միայն այստեղ է, ու ինքը լոկալ լուծման պահանջ ունի, ոչ, բոլոր ամեն տեղներ խնդիրներ կան։ Հիմա եթե մտնենք Արջուտ գյուղ, ամբողջ գյուղը փոշու մեջ են գնում գալիս է։ Ով է դրա պատասխանատուն կամ կարող ենք ասել, որ ինքը ամենախոցելին է, բոլորն էլ խոցելի են։ Երբ որ մենք գնում ենք Թեղուտի դիմացի սարերում կանգնում ենք, տեսնում ենք Թեղուտի սենց գլխին ամպ է կուտակված, թվում է թե սովորական ամպ է, բայց ինքը միշտ կա։ Հիմի հարց։ Պոչանքների մասին էլ խոսք չկա։ Հիմի հարց, ով է, այսինքն դա այդ ամպը ինքը բնական է, անբնական է կամ ինչու պետք է լինի, այսինքն բոլորն էլ խոցելի են։ Նախ սկսենք նրանից, որ որևէ մի հանքարդյունաբերություն կամ հանքարդյունաբերական գործունեություն ինքը չի կարող լինել անվտանգ, ցանկացած հանքարդյունաբերություն ինքը վտանգավոր է, իսկ շրջակա միջավայրի համար, բայց մենք խոսում ենք չկառավարվող ռիսկերի մասին, այսինքն եթե չենք կարողանում կառավարել այդ ռիսկերը, ուրեմն մենք չպետք է զբաղվենք դրանով, այն ժամանակ կարող ենք զբաղվել, երբ որ կարողանանք կառավարել այդ ռիսկերը։ Ինչ վերաբերվում է Վանաձորին, Վանաձորը ինքը ազդակիր համայնք է, բայց ճանաչված չի որպես ազդակիր։ Մի նախաբան ասեմ ու սկսենք Վանաձորից խոսել։ Վերջին անգամ վանաձորցիները, այն ժամանակ նույնիսկ կիրովականցիները, բնապահպանական խնդիրների շուրջ համախմբվել են 37-38 տարի առաջ, երբ փակվեց Քիմպրոմը։ Գնացին, ցույց արեցին Քիմպրոմի դիմաց եւ այլն։ Առ այսօր Վանաձորը կարծես թե բնապահպանական խնդիր չէր ունեցել։ Հիմա լուրջ վտանգ կա։
Եվ չգիտեմ ինչու Վանաձորը չի ճանաչվում որպես ազդագիր համայնք, այսինքն վանաձորցին չգիտի, որ վտանգված է իր առողջությունը, իր քաղաքի առողջությունը եւ այլն, այս մասին խնդրեմ։ Ես նախ կուզեմ ասել, որ այն ժամանակ, երբ որ ցույցեր են արել քիմգործարանի հետ կապված, այսինքն էկոլոգիական հարցեր են բարձրացնում, այդ ժամանակ երևի թե դա մենք գնում ենք մեր բնապահպանական շարժման ակունքներին, եւ այդ ժամանակ Վանաձորը, Ալավերդին, այնտեղ բոլոր ազդակիր բնակավայրերում արկա են շարժումներ, իդեպ պետք է նշել, որ այդ շարժումները բնապահպանական իրենք նաեւ հիմք հանդիսացան, այսպես ասած, անկախության շարժումների համար, այսինքն երևի թե այն մարդիկ, ովքեր որ պայքարում էին շրջակա միջավայրի համար, իրենք հետագայում նաև անկախության համար սկսեցին պայքարելը, բայց սկսենք նրանից, որ բնապահպանական դա նաև քաղաքական շարժում էր, ոչ միայն քաղաքական էր, բայց սեփական իրավունքների համար պայքարելը, այդ թվում էկոլոգիական, արդեն քաղաքականության մաս էր, այսինքն մարդիկ պետքա ինքնադրսևորվեին եւ շրջակա միջավայրի պաշտպանության հարցերը շատ ակտուալ էին այդ առումով։ Մենք պետք է նշենք, որ չթողնենք, որ Վանաձորը ինքը չուներ որևէ բնապահպանական խնդիրներ։ Ես կնշեմ մի քանիսը, որոնք այս տարիների ընթացքում ուղեկցում են մեզ։ Դա մեկը հենց նույն քիմգործարանն է, այսինքն որ չկառավարվող մի հատ տարածք է, որտեղ տարբեր նյութեր են կուտակված, փոշի է կուտակված եւ բոլոր քամիների ընթացքում ինքը տարածվում է, ավելին, այնտեղ նույնիսկ կարող են լինել ինչ որ տեղեր պահեստային, որտեղ որ յուրաքանչյուր անձրևներից հետո ինչ որ ազդեցություններ են առաջանում եւ տարածվում են քաղաքում մեկ։ Մյուսը դա մեր աղբահանությունն է, եթե մենք ուշադիր լինենք, Վանաձորի աղբավայրը գտնվում է Արջուտ գյուղում եւ ինքը անընդհատ ծխում է, այսինքն անընդհատ ծուխ է արտադրում։ Օրվա մի մասը դա գնում է դեպի Արջուտ գյուղ, մյուս մասը թեքում է դեպի Վանաձոր է գալիս, ուղղակի մարդիկ չեն զգում, հա, այսինքն եւ երրորդը, որ արդեն վաղուց կա, պետք է նշել, հա, 10 տարուց ավել այ Վանաձորի Արցախ պուրակից մենք երբ որ կանգնենք, կտեսնենք, որ ուղիղ գծով մի քանի կիլոմետր է, այսինքն հեռավորությունը։ Ասում են 3, ինձ թվում է 3-ը ինքը բավականաչափ սենց ասած ամենագլոբալ թիվն է, այսինքն կարող է կոնկրետ Վանաձորում տարածք լինի, այսինքն առափնյա տարածք, այդ առափնյա տարածքից ինքը շատ մոտ լինի, օրինակ, չգիտեմ, հա, բան ոստիկանության, նույն այսինքն բարեկային ծառայության, նույն ասենք օրինակ են կայարանից, ավտոկայանից, այսինքն առափնյա տարածքից որքան կլինի հեռավորությունը, միգուցե մի կիլոմետր, չեմ կարող ասել, պետք է չափել եւ այնտեղ կա բաց հանք տարիներ շարունակ։ Իդեպ այդ բաց հանքը մենք պետք է նշենք, որ ինքը բավականաչափ վաղուց է քանդվում, տեխնիկա է աշխատում այնտեղ անդադ, բայց ինքը պետությանը այդ մեծ օգուտները չի տվել, որովհետեւ ինքը տարեկան կտրվածքով աշխատում էր մի քանի ամիս, նրանից հետո դադար էր վերցնում, դադար վերցնելուց հետո ինքը համարվում էր, այսպես ասած, ոչ աշխատող, ոչ չաշխատող, եւ դա օգնում էր նաեւ որոշակիորեն ավելի քիչ հարկ վճարել, հա, պետությանը, բայց այդ տարածքը բաց էր Վանաձորի առաջ, այսինքն այնտեղ աղմուկ է, տեխնիկա է աշխատում, փոշի է տարածում եւ դա գոնե մի տասնամյակ արդեն կա եւ մենք ականատեսն ենք լինում, էլ չասեմ, որ հենց հանքի ներքևը գտնվում է մի հատ բնակելի գյուղատնտեսական թաղամաս, որը վարչականորեն պատկանում է Փամբակ համայնքին, դա ժողովուրդը ասում են Քյոխվախլու են ասում տվյալ տարածքին, թաղամասին, Քարաբերդ գյուղի թաղամաս է ինքը, եւ ինքը անմիջապես հանքի տակին է գտնում եւ այդ հանքի տակին գտնվելով այնտեղ հարյուրավոր գլուխ ընտանի կենդանիներ են պահում։ Այսինքն այդ ամբողջ պրոդուկտը ի վերջո վաճառում է Վանաձորում, այսինքն մենք պետք է դա հաշվի առնենք։ Այսինքն այսպես ասած բնապահպանական խնդիրները շատ են, բայց կոնկրետ եթե մենք գնանք Քարաբերդի մասով, այսինքն այդ որը հենց Վանաձորի համար ինքը վտանգ է, ես հիշում եմ 2019-20 թվականներից Վանաձորցիները պահանջում են, որպեսզի Վանաձոր համայնքը ճանաչվի ազդակիր։ Չեմ ասում համատարած բոլոր վանաձորցիները, բայց այն վանաձորցիները, ովքեր որ
արկա են ոլորտում խնդիրները հասկանում են, նույնիսկ մի ժամանակ 2020 թվականին էր, եթե ես չեմ սխալվում, հանրային քննարկումներից հետո, երբ որ հանրային քննարկումները տեղի ունեցավ, Վանաձորի մարզպետարանից, ոնց որ թե նաև համայնքապետարանից գնացին շրջակա միջավայրի նախարարություն որոշակի գրություններ, որ այստեղ մենք չենք կարող դնել եւ այս հարցը քննարկել առանց Վանաձորի։ Եվ այն ժամանակ հայտը մերժվեց։ Խոսքը գնում է ընդլայնման մասին։ Խոսքը գնում է նրա մասին, որ Վանաձորի հենց դեմ դիմաց պետք է ավելի մեծ հանքարդյունաբերական շղթաներ բացվեն, ավելի մեծ գործունեություն լինի եւ Վանաձորը այս բոլոր ժամանակահատվածներում որևէ մեկը հաշվի չի արել։ Ես կցանկանամ մի բան ավելացնել, որ 2021 կամ 22 թվականին եւս նախատեսում էր լսումներ, քննարկումներ հանքի ընդլայնման թեմաներով Քարաբերդում, Փամբակում, հենց վանաձորցիներն էին մեծամասնությամբ, որ գնացին այնտեղ կանգնեցին եւ թույլ չտվեցին, որպեսզի այդ լսումները իրականացվեն։ Այսինքն այնպես չէ, որ վանաձորցիները անմասն են եղել, բայց պետք է հստակ ասել, ով է լսել վանաձորցիներին այսքան ժամանակ եւ ով է իրենց կարծիքը առաջ մղել, ոչ ոք։ Պարոն Դուլգարյան, տեսեք, ես նկատել եմ, ես այդ լսումներից մի քանիսին անձամբ եմ ներկա եղել եւ նկատել եմ, որ փոքր համայնքներում մի տեսակ վախի մթնոլորտ կա, կարողանում են հեշտ ազդել համայնքի բնակիչների վրա եւ այդ լսումներին նույնիսկ այնտեղ մարդիկ կային, որ եթե 2-3 լսում առաջ մի կարծիք ունեին, այսօր արդեն այլ կարծիքի են։ Այս մասին խնդրում եմ, ինչ կասեք։ Ուրեմն 2019-20 թվականից, ինչպես նշում եմ, հա ավելի քան 13 լսումներ է տեղի ունեցել այդ մի փոքրիկ գյուղում։ Այո։ Եվ այնտեղ մի փոքր խումբ մարդիկ են ապրում, եւ այդ ամբողջ ընթացքում մի ընկերություն չի եղել։ 4, 5, 6 ընկերություն է եկել գնացել։ Եվ յուրաքանչյուր ընկերություն գալիս է այդ գյուղով անցնում, հա, այսինքն, հիշում եք, այսպիսի արտահայտություններ կային, հա, որ ասում են այստեղով, չգիտեմ, զորք է անցել արդեն որերորդ անգամ, հա, ինչ որ քոչվորներից են զորք են։ Այդ գյուղով անընդհատ անցնում են։ Եվ տարիների ընթացքում, օրինակ 2020 թվականին մարդիկ դեմ էին, պայքարում էին, դրանից հետո էլ են բազմաթիվ միշտ մարդիկ դեմ են եղել, ուղղակի։ Յուրաքանչյուր ընկերություն տարբեր մեխանիզմներ կիրառելով, խոստումներ, ծանոթներ, բարեկամություն, մեջ գցելով, ես ունեմ որոշակի, հա, տեղեկատվություններ հասած, որ մարդկանց նույնիսկ հավաքում են, տանում են, չգիտեմ, իրենց հետ երեկոներ են կազմակերպում, սկսում են համոզել, օրինակ, շատ պարզ, օրինակ ասում են, որ Օլեգը խաբել է, որ տվել է այս տեղեկատվությունը, ինքը խաբում է, ինքը ամեն ինչ որ ասում է, իր համար ինքը պատվեր է իրականացնում կամ այն մյուսը, այսինքն տարբեր մտքեր են մարդկանց ասում, հա, բայց պետք է հաշվի առնել, որ միշտ այդ մարդիկ են դիմում, որպեսզի ասենք, օրինակ, չգիտեմ, ինչ որ մարդիկ, իրավապաշտպաններ, բնապահպաններ գնան իրենց մոտ կողքին կայուն։ Այսինքն այդ մարդկանց հետ տարիներ շարունակ աշխատանք են տանում, այն էլ ոչ մի ընկերություն, մի քանիսը, ու տարբեր ձևի աշխատանքներ, դա մենք անվանում ենք փափուկ ճնշում։ Փափուկ ճնշում է, երբ որ ամբողջ հարազատությունը հավաքվում է մարդու մոտ, ասում է, գիտես ինչ որ բարեկամներ, որոնք այդ գյուղից չեն ապրում, որ ինչ որ մարդիկ միջամտել են իրենց էլ իրենց բարեկամին ասում են, եթե դու մի անգամ էլ գնացիր այնտեղ ու ասացիր, որ դու դեմ ես կամ խանգարեցիր, դու մոռացի, որ դու բարեկամություն ունես, բարեկամներ ունես։ Այդ մարդը արդեն ինքնա ինչ որ համայնքային աշխատող կամ թեկուսը, բայց այստեղ ես իշխանությունների համայնքայինը ինձ պարզ էր, Փամբակ համայնքի ղեկավարը եւ իր աշխատակազմը որոշակի դիրքորոշում ունեն, նրանք կողմ են հանքի շահի աշխատակազմը չեմ ասի, ես մի քիչ այստեղ կարարկեմ, աշխատակազմը իր ընթացի գործն է անում, ես այստեղ ավելի կառանձնացնեմ տեղական ինքնակառավարման մարմիններին, մենք պետք է իդեպ այսքանի օրը տեղական ինքնակառավարման մարմինների օրներ, ինչքան աշխատակազմերում աշխատող կար, թիմերը հավաքել էին, շնորհավորում էին օրներ, բայց տեղական ինքնակառավարման մարմինը ըստ Հայաստանի Հանրապետության օրենքի դա ավականն է, նաև համայնքի ղեկավարը։
Այսինքն եթե մենք վերցնենք, որ տեղական ինքնակառավարման մարմինները, ես դա միայն կսահմանափակեմ համայնքի ղեկավարի եւ ավականու շրջանակներում, ավելի կնեղացնեմ, կասեմ համայնքի ղեկավարության, որովհետեւ հնարավոր չի, հա, այսինքն օրինակի համար այսքան դիմագրավելով դեմ գնալով վերջը ուղակի որոշում իրականացնել, եթե ժողովուրդը չի ցանկանում կամ հանրային կարծիքը չի համապատասխանում։ Օրինակ հիշում եք, օգոստոսին էր, կարծեմ օգոստոսի 13-ին էր, երբ որ Քարաբերդում մեկ այլ ընկերություն նոր տարածքներ ա ուզում ընդլայնի, եկել էր գյուղը, գյուղացիք թույլ չէին տվել, որ լսումը լինի, չեղավ, համայնքի ղեկավարը փակեց, քննարկումը գնաց։ Նույն օրը գյուղացիք ինձ հետ կապնվում են, որ նույն օրը վերաձևակերպում ա եղել, այսինքն որ մի ամիս հետո նորից գալիս են լսման։ Այդ նույն ընկերությունը մի ամիս հետո օգոստոսի 13-ն էր։ Քանի որ արդեն պարզ էր, որ գյուղի վրա ճնշումը ուժեղ է, տարբեր տեղերից, Վանաձորից եւ Հայաստանից տարբեր իրավապաշտպաններ, հա, տարբեր եւ Վանաձորից, Հայաստանից հավաքվել են այնտեղ։ Ինչ տեղի ունեցավ։ Երբ որ համայնքի ղեկավարը լսումը ով վարում էր, հա, տեսավ կարծիքները շատանում են, ուղղակի մի պահ հասեց վերջ, լսումները համարում են ավարտված։ Դա ոչ լեգիտիմ, հա, մոտեցում էր, այսինքն այդ անօրինական կասեցված լսումներ էին, եւ մարդիկ պահանջում էին, որ լսումները շարունակվեն, բայց իրենց ոչ ոք չլսեց, եւ այդ լսումների հենքի վրա ավականին գնաց նիստ գումարեց, որպեսզի տա իր համաձայնությունը տվյալ գործունեության։ Այդ առաջին նիստը, երբ որ գումարվեց, չեմ հիշում օգոստոսի քանիսին էր կամ սեպտեմբերի սկիզբն էր, ավականին 12 ավականի էր, 6 քվեարկություն տեղի էր, 6-ը կողմերին, 6-ը դեմ, որոշումը չէր անցել։ Դրանից հետո նորից նիստ գումարեցին այդ հարցը քննարկելու համար։ Եվ արդեն 6-ի փոխարեն միայն 2 ավականին էին դեմ։ Այսինքն նաև ավականիներ էին, հա, մտափոխվել։ Ու այստեղ մենք տեսնում ենք, որ ժամանակ է շահվել եւ աշխատանք է տարվել, որտեղ ավականի քաղաքական դիրքորոշում է, հա, արտահայտում, այսինքն նաև քաղաքական որոշակի աշխատանք է տարվել, որովհետեւ դիրքորոշումը փոխվել է։ Այսինքն մենք հետեւյալը ունենք, դա շատ կարեւոր է նշել։ Չի անցնում հանրային լսումը, ինքը անօրինական է, այսինքն, հա, կասեցվում, այնտեղ հնչած կարծիքները, ձայները չի լսվում։ Այդ մեկ, այսինքն մենք հաշվի չարանք։ Եկավ երկրորդը, ավականին որոշումը չի ընդունում, այսինքն 6-6 չի ընդունում որոշումը։ Այդտեղ չենք հաշվի առնում, հասցնում ենք երրորդ ավականու նիստին, որտեղ արդեն որոշումը ընդունում է։ Դուք պատկերացրեք ինչքան ջանքեր է, չարչարմունք է իրականացվել, որպեսզի հասնեն այդ որոշմամբ։ Այստեղ դու տեսնում ես, որ ամբողջ իրավիճակի միակ պատասխանատուն տեղական ինքնակառավարման մարմիններն են։ Հայաստանում ցավոք սրտի այս ոլորտում հանրային լսումները սկսել են օգտագործվել որպես հանրային ճնշման գործիք, այսինքն իրենք օգտագործում են ժամանակը, որպեսզի հանրային ձայնը քիչ-քիչ այնտեղ ճնշվի։ Վերադառնանք նորից Վանաձոր, մենք տեղյակ ենք ինչ առողջական խնդիրներ ունեն այն համայնքների բնակիչները, որտեղ տարիներ շարունակ շահագործվել են հանքեր, գոյություն ունեն չռեկուլտիվացված պոչամբարներ, պոչանքները լցվում են մարդկանց այգիները, նույնիսկ ձեր ուղղորդմամբ մենք մի քանի այդպիսի հետաքրքիր տեսանյութեր ենք պատրաստել ժամանակին։ Հիմա Վանաձորին ինչ վտանգ է սպառնում, կոնկրետ Վանաձորցուն, խնդրում եմ այս մասին։ Նախ սկսենք նրանից, որ ցավոք սրտի Հայաստանում պաշտոնապես չկա այդպիսի ձևակերպում, որ հա ինչ որ ազդեցություն կարա դա ունենա մարդկանց առողջության վրա։ Այսինքն, եթե նույնիսկ մարդ ասում է, որ ինքը, չգիտեմ, իրեն վատ է զգում, իր առողջականը վատացել է, ու ինքը համարում է, որ իր առողջականը վատացել է, որովհետև ինքը պոչամբարի մոտ է ապրում, իրեն կասեն, ինչ գիտես, դա ապացուցելի չի։ Այսինքն կար համարեն, նույնիսկ առողջապահական համակարգի մակարդակով։ Կար համարեն այդ մասում, դրա համար էլ այս պահին լորուց 70 քաղաքացի այս պահին, հա, հիմնականում Աղթալաշ, Շնող, Մեծայրում, Ճոճկան համայնքի բնակիչներ իրենց իրավունքների պաշտպանության համար արդեն 3 տարի է դատարաններում որոշ բնակիչներ,
Բայց կան այնպիսիք բնակիչներ, նաև, որոշ։ պարոն Դուլգարյան, որ մեզ ուղակի քշում են այնտեղից, ասում են ձեր գործը չի։ Դրանք միգուցե այն քաղաքացիներն են, ես վերջերս ուրեմն ես բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի հետ իմ հազանգի իման վրա եկել էին դեբետ գետի աղտոտման դեպքեր տեղի ունեցել եւ քրեական վարույթ հարուցվեց եւ նայեք ինչ էր տեղի ունեցել։ Մենք բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների հետ ամբողջ օրը փնտրել ենք աղբյուրը, թե որտեղից կարա այդ աղտոտումը տեղի ունեցած է։ Ու ի վերջո գտանք, թե որտեղից այդ արտահոսքը եղել։ Այդ որտեղ որ գտել ենք, մենք գնացինք այնտեղ, հա, որպեսզի ֆիքսենք, այդ տարածքի մարդիկ բնակվողները սկսեցին ինձ վրա քարեր շպրտել, ինձ քշել այնտեղից եւ ինձ վրընդել։ Հետո պարզվեց, որ ինքը ոնց որ ծնողա մի մարդու, ով որ աշխատում է հանքարդյունաբերական ընկերությունում։ Այսինքն մենք պետքա տարանջատենք, դա սովորական ժողովուրդն է քշում, թե կոնկրետ ինչ որ մի ընկերության աշխատակցի ընտանիքի անդամ, որը արդեն ինստրուկտաժ է ստացել։ Այսինքն ինստրուկտաժ, ասել, որ եթե գան, եթե հարցնեն, դուք անպայման այդ մարդկանց վատ ընդունեք կամ վրընդեք քշեք այնտեղից, որովհետև եթե դուք դա չանեք, հնարավոր է մենք, չգիտեմ, հա, աշխատանքից ազատենք եւ այլն։ Պետք է մտածել, թե որտեղ է այդ ամեն ինչի։ Սովորական ժողովուրդը նման բաներ չի անում։ Հիմա հետաքրքիր է այդ հիշում եմ դուք Լևոն Ալիխանյանն է, թե չեմ սխալվում, այդ մարդը մեզ պատմեց ծանր մետաղների արկայությունը շնողի բնակիչների գլխի մազերի մեջ։ Այո, հետազոտությունները իրականացվում։ Եվ քաղցկեղի աճը այդ գյուղում։ Նայեք, պաշտոնապես քաղցկեղի աճ մենք չունենք այսպիսի ինչ որ ֆորմուլիրովկեք։ Այսինքն պաշտոնապես որևէ տեղեկատվություն չկա, բայց բնակիչները, քաղաքացիները ահազանգում են, որ իրենք տեսնում են իրենց հարազատների, իրենց շրջակայքի, այսպես ասած, միջավայրում մարդկանց հիվանդությունների աճ, ոչ միայն քաղցկեղածին հիվանդությունների, այլ նաև սիրտանոթային հիվանդություններից են շատ խոսում, շաքարային դիաբետի հիվանդություններից են խոսում։ Այդ ամենը պարզելու համար պաշտոնապես պետք է իրականացվի մարդկանց առողջության գնահատում, որը որ մեր պետությունում չկա, բայց 2020 թվականին առողջապահության նախարարությունը, այն ժամանակ առողջապահության նախարարը Արսեն Թորոսյանն էր։ Մեր գրմի տասնյակից ավել կազմակերպությունների դիմումին պատասխանեցին, որ առողջապահության նախարարությունը դիմել է համաշխարհային առողջապահական կազմակերպության փորձագետներին, որպեսզի իրենք տան հնարավորություն ստեղծեն Հայաստանի համար մեխանիզմներ եւ իրականացնեն մարդկանց առողջության գնահատում հանքարդյունաբերական եւ ոչ հանքարդյունաբերական համայնքներում, որպեսզի այդ համեմատությունը համադրեն։ Այդ մեկ եւ երկրորդը դրանից հետո մշակվեց Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը, որտեղ որ գրվեց, որ Հայաստանը պետք է մարդկանց առողջության ռիսկերի գնահատման մեխանիզմներ օրենսդրություն ստեղծի հանքարդյունաբերական համայնքներում։ Այդ ամենը արդեն ճանաչված է պետության կողմից, Հայաստանի Հանրապետության կողմից, այսինքն Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է, որ հանքարդյունաբերական համայնքներում կարող են լինել առողջապահական ռիսկեր։ Դա նորմալ է, հարց։ Ոնց պետքա տվյալ քաղաքացին ապացուցի, դա պետք է անի պետությունը, իսկ ինչ վերաբերում է ոչ պետությանը, ապա իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, հա, որ անկառավարվող թափոնների տարածքում, որտեղ փոշին է, որտեղ պոչամբարներն են, որտեղ որ ոռոգման համակարգը աղտոտվում է եւ ոռոգման համակարգի միջոցով աղտոտվում են նաեւ գյուղատնտեսական նշանակության, ասենք, հողատարածքները, մենք ունենում ենք որոշակի քիմիական աղտոտվածության բարձր, այսպես ասած, մակարդակ։ Այսինքն հողի մեջ կարող են բարձր քանակի լինել մկնդեղը, կապարը եւ այլ, ասենք, ծանր մետաղներ, որոնք ներ են թափանցում բնականորեն մարդկանց օրգանիզմի մեջ։ Այն որ պետք է թափոնից մարդ օրգանիզմի մեջ ինչ որ ներթափանցում տեղի ունենա, դրա համար որևէ գիտական նույնիսկ ուսումնասիրություն պետք չի, դա պարզ տրամաբանություն է։ Եվ ինչով կարա վտանգավոր լինի, այսինքն հանքերի ընդլայնումը
կոնկրետ Վանաձորի համար։ Շատ ուղիղ, այսինքն եթե մի տարածքում մենք ունենանք բաց թե փակ հանք, բաց հանքերը դա նշանակում է, որ փոշին տարածվում է շրջակա միջավայրում։ Այդ փոշու մեջ տարբեր ուղեկից մետաղներ են, այսինքն եթե դու ոսկի ես հանում, ուրեմն այդ ոսկու հետ պարտադիր մկնդեղ կա նաև որպես ուղեկից, ինքը փոշու միջոցով ինքը տարածվելու է շրջակա միջավայրում։ Եթե դու փակ հանք ես ասում, օրինակ փակ ես անում, արդյոք այդ գրունտը ստուգվել է, այսինքն նախ պետքա գրունտային ստուգում իրականացվի։ Օրինակ Վրաստանում մենք գյուղեր ունենք, տարածքներ ունենք, որոնք որ թույլ գրունտի պատճառով ամբողջ ասենք սողանքներ են առաջացել, այսինքն մի հատ գրունտի պետքա փորձաքննություն իրականացնել։ Եվ երկրորդը, արդյոք այնտեղ չկան ջրեր, որոնց որ ասենք ստորգետնյա ջրեր, որոնց որ ուղղությունները հոսքի խաթարվեն։ Այդ երկրորդը, երրորդը Հայաստանում այսօր ես ինչքան հանք եմ տեսել, սկսած ասենք փակ հանք, Աղթալայից, Շամլուղից, Ալավերդուց մինչև Մեղրաձոր փակ հանքերի մասն է խոսքը, որոնք որ արդեն փակ են, բայց ավարտվել են, փակված են համար, բոլորի հանքախորշերից ջրեր են դուրս գալիս եւ ասենք խառնվում շրջակա միջավայրին։ Այսինքն ստեղ մենք հեքիաթների հետ էլ գործ ունենք, էլի որ ասենք օրինակ փակ հանքը ինքը վնասներ չի տալիս, յուրաքանչյուր իր ձևով վնասներ է տալիս եւ այդ նշանակում է, որ բոլոր այդ բացասական հետևանքները իրենք ուղիղ Քարաբերցու, ուղիղ Վանաձորցու, ուղիղ Փամբակցու համար վտանգ են, բայց նաև տնտեսական բաղադրիչի մասին խոսենք։ Վանաձորն ու Փամբակը իրենք հայտարարվել են տուրիստական կլաստերներ։ Այստեղ միջազգային բանկերից ներդրումային գումարներ են վերցվել որպես վարկ, որպեսզի ներդրվեն եւ այստեղ զբոսաշրջությունը զարգանա։ Շատ հստակ է, այս վերջերս Վայոց ձորում նման քննարկում է եղել, երբ որ խոսում էին այնտեղ կլաստերների եւ հանքարդյունաբերության համատեղելիության մասին, փորձագետները այնտեղ նշել են, որ մենք խոսում ենք իրար հետ չաշխատող ոլորտների մասին, եթե խոսում ենք կանաչ, կայուն զարգացման մասին, այսինքն եթե այստեղ օրինակ հանք բացենք, պիտի զբոսաշրջային նախագծեր կամ ներդրումները բացառենք։ Այսինքն ռազմավարական առումով էլ չի հաշվի առնվում, որ դա կարող է խանգարի տնտեսական զարգացմանը։ Ինձ մի հարց է հետաքրքիր, որ իսկապես պատասխանը չունեմ։ Պարոն Դուրգարյան, բնապահպանական քաղաքականություն իրականացնողները մասնագետներ են, թե զուտ քաղաքական գործիչներ։ Նայեք, նախ պետք է նշեմ, որ Հայաստանում տարբեր, նախ սկսենք բնապահպանական քաղաքականությունը միայն բնապահպանության կամ շրջակա միջավայրի նախարարությունը չի։ Բնապահպանական քաղաքականության համար պատասխանատու են տարբեր գերատեսչություններ։ Այսինքն սկսում ենք ներքևից տեղական իշխանություններ, հետո շրջակա միջավայր, հետո վերահսկող մարմիններ, հետո տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարություն, այսինքն դրանք բոլորը փոխկապակցված են, որովհետև եթե մենք խոսում ենք ընդերքի մասին, օրենսգրքի մասին, որը որ տարածքային կառավարման նախարարության տիրույթում է, ինքը ուղիղ կապի մեջ է շրջակա միջավայրի հետ։ Բայց ես կցանկանայի մի քանի բան նշել, որ Հայաստանում այդ շրջակա միջավայրին փոխկապակցված տարբեր գերատեսչություններ տարիներ շարունակ իրենք, եթե մենք վերցնենք օրինակ պաշտոնյաներին, երբեմն նույնիսկ առաջի դեմքով, նախկին եւ ներկա բոլոր աշխատողները չասեն, բայց զգալի ներկայություն կա, որ հենց հանքարդյունաբերությունից են եկել այդ տվյալ մարմիններում աշխատելու կամ աշխատելուց հետո գնում են հանքարդյունաբերության ոլորտում են աշխատում կամ տալիս են որոշակի խորհրդատվություն հանքարդյունաբերական ընկերություններին։ Այսինքն միաբևեր, այսպես ասած, քաղաքականություն է, միշտ չէ, որ մասնագետ են լինում, հատկապես նախարարը պարտադիր չի ինքը մասնագետ լինի, նախարարը քաղաքականություն մշակողն է, նույնիսկ տեղակալ, նախարարի տեղակալն էլ չի պարտադիր, որ լինի մասնագետ, ստեղ շատ կարևոր է, թե մյուս դասի, այսինքն 3-րդ, 4-րդ, 5-րդ մասնագետները, գլխավոր մասնագետները, ինչպիսի մասնագետներ են, օրինակ վերջերս դատ է տեղ ունենում Ամուսարի հետ կապված, երբ որ մի խումբ բնակիչներ դիմել էին
հա, փորձակնությունը անվավեր ճանաչելու համար ամուսարի հանքերի հետ կապված ի դեպ որոշ ակտեր դատարանը որոշեց, որ անօրինակ անեն իրենք, հա, այսինքն ոնց որ անօրինակ անա ճանաչվել եւ անվավեր է ճանաչել որոշակի ակտեր, որոնք սակայն բնականաբար բողոքարկվել են եւ process շարունակվում է, այնտեղ շատ հստակ պատասխանողը Հայաստանի Հանրապետության բնապահպանության եւ ընդերքի շմագի, այսինքն շրջակա միջավայրի ազդեցության գնահատման կենտրոնի ժամանակին ղեկավարեր եւ ժամանակին, ասենք, գլխավոր փորձագետ են։ Հստակ դատարանում մի պարզ բաներ է, բայց այսինքն այն եզրակացությունը, որ կազմվել է, չէր կարա մի հոգի կազմի, որովհետեւ ինքը չի կարա բազմավոլորտ մասնագետ լինի, հա, այսինքն իսկ եթե վերցնենք առողջապահական գնահատումը ոնց է իրականացվում ռիսկերի, ապա ընդամենը մի հատ գրություն է ուղարկում առողջապահական համակարգի մասնագետին, որը գրավոր կարծիք է ներկայացնում, այսինքն դա դաշտային աշխատանք չի։ Եվ մի այսպիսի հարց, օրերս Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը մեր տաղավարում հյուր էր եւ բացի մեր հարցազրույցից նշվում է, որ աղետի գոտու խնդիրները լուծվել են, բոլորը ստացել են իրենց վնասների փոխհատուցումը, բայց այստեղ ինձ մի բան է հետաքրքրում, պարոն Դուլգարյան, ոչ միայն բնակարանների, ավտոտնակների, բիզնեսների տուժումն է աղետի գոտու խնդիր համարվում, եթե հիշում եք, մենք խոսել ենք նաև այնպիսի խնդիրների մասին, որոնք ուղիղ գծով բնակչինը չեն, բայց տարածաշրջանի խնդիրներն էին տարածքի, որոնք բերել էր աղետը։ Դուք այդ մասին գետի ափին հարցազրույցի ժամանակ ասեցիք, եթե չեք հիշում, ես կթվարկեմ։ Դրանց մեջ մտնում էր այն, որ գետի ափին օբյեկտներ են կառուցվել, շինարարություն, գետի հունն է փոխվել, կենդանիների, հա, դե այդ ժամանակ աղետի ժամանակ բնականաբար ասենք կենդանիներ էին։ Այդ խնդիրները, որոնք ուղիղ գծով այս կամ այն բնակչինը չեն, բայց աղետի բերած խնդիրներն էին, դրանք եւս լուծվել են։ Նման հաշվառում չեմ կարող չունեմ, որպեսզի հասկանամ։ Եթե գնահատեք որպես տարածքի բնակիչ, արդյոք 100%-ով լուծվել են։ Չէ, հնարավոր չէ 100%-ով բոլոր խնդիրները լուծված լինեն, բայց մենք տեսնում ենք, որ խնդիրները լուծվում են։ Այսինքն, եթե մենք տեսնում ենք ենթակառուցվածքներ, տեսնում ենք կամուրջներ, որոնք որ կառուցվում են, ապա իրենք կառուցվում են։ Հարցը երևի ստեղ ավելի շատ նրան է, թե որքան ժամանակ է պահանջվել, որպեսզի այսինքն մենք հասնենք այդ խնդիրների լուծմանը, բայց ընթացիկ ինչ որ աշխատանքներ գնում են։ Այն մարդիկ, ովքեր որ ժամանակին տուժել էին, իրենց թիվը անհամեմատ մեծ էր, կամ միգուցե նրանք, ովքեր որ ստացան փոխհատուցումը, կամ միգուցե լիարժեք փոխհատուցումը, որովհետև եթե մարդ կորցրել է ծառ, ապա այդ ծառի համար որոշակի գումար, չգիտեմ, 15000 դրամ օրինակ մեկ ծառի համար ստանալը իր համար խնդրի լուծում չի։ Այսինքն իր վնասը շատ ավելի մեծ է, որովհետև այդ ծառը պետք է բերք տար եւ այլն, մյուս տարի ինքը այդ ծառի վրա աշխատել է տասնամյակներ։ Այսինքն անհամարժեքությունը ինքը դերևս ինձ թվում է կար եւ դա այլևս լուծելի խնդիր չի։ Բայց այն ինչ վերաբերում է ենթակառուցվածքներին, մենք տեսնում ենք, որ որոշակիորեն ենթակառուցվածքներ այս պահին աշխատանքներ տարվում են տարբեր տարածքներում, Ալավերդիում, Նոյեմբերյանում, ի դեպ ես պետք է նշեմ դա, շատ կարևոր է, որ մենք երբ որ ժամանակին խոսում էինք Ալավերդու տարածքի մասին, աղետի գոտու մասին, այդ ժամանակ հսկայածավալ աշխատանքներ կատարվեցին խոսակցություններից եւ բարձրաձայնումներից հետո գետի հունը մաքրելու հետ կապված։ Երբ որ մենք դրանից հետո մայիսին էր գնացինք Տավուշի մարզ, տեսանք, որ Տավուշի մարզում այդ հուները չեն մաքրվել, այսինքն մնացել են նույնը, Լորիում մաքրվել են, Տավուշում չէ։ Ու նրանից էր, որովհետև Լորիում խոսում էին այդ խնդիրների մասին, լրատվամիջոցները բարձրաձայնում էին, փորձագետները խոսում էին, իսկ Տավուշում կարծես թե չէին խոսում։ Այսինքն շատ կարևոր է, որպեսզի այստեղ հասարակությունը խոսի խնդիրների մասին։ Եվ որպես վերջաբան, իմ ձեզ այսօր տաղավար հրավիրելու ամենակարևոր պատճառներից մեկը
Քարաբերդի ոսկու հանքի շահագործումն է, գործող հանքի վերաշահագործումը եւ նոր հանքի ստեղծման անթույլատրելիությունը եւ Վանաձորը որպես ազդակիր համայնք։ Ես ամփոփ ներկայացրեցի այն, ինչի համար ձեզ հրավիրել եմ այսօր։ Խնդրում եմ այս մասին դուք էլ ամփոփեք մեր հարցազրույցը։ Հստակ է, Քարաբերդում կա մի հատ հանքավայր, բաց հանք, կա կոնսենսուս տեղի բնակիչների, բնապահպանների, հանրության, որ այս հանքը, որը որ բաց է, արդեն շահագործում է, ինքը կամ պետքա, եթե չի շահագործում, փակվի, կամ եթե շահագործում է, շահագործվի, ավարտվի եւ փակվի, նոր արդյունահանում չպետք է լինի, եւ ամենակարևորը ընդլայնում, այսինքն նոր տարածքների պաշարների հանքարդյունանում չպետք է լինի եւ նոր տարածքների ընդլայնում ընդհանրապես չպետք է լինի, այս պահին մի առնվազն 1-2 ընկերություն հավակնում են ընդլայնել եւ կարծես թե տեղական քաղաքականության մակարդակով իշխանությունների կարծես թե առաջ է մղում, որովհետեւ ինչպես նշեցի, ընդունվել էր որոշումը, հա, բայց հստակ է, որ չպետք է լինի ընդլայնում եւ ամենակարևորը վանաձորցիք պետք է իմանան, գիտակցեն, որ իրենք առաջնային ազդեցություն կրողներն են եւ հանդես կան ազդակրի դիրքերից եւ որպեսզի իրենք դառնան իսկապես ազդակիր, մասնակցությունը քիչ է, այստեղ նաեւ պետք է լինի իմ կարծիքով տեղական Վանաձորի համայնքի տեղական իշխանությունների հստակ դիրքորոշումը ու մտահոգությունը, որ իրենք եւս ազդակիր են եւ իրենց կարծիքը պետքա իսկ եթե դա չլինի եւ ամենակարևորը մարզային քաղաքականության տեսանկյունից կա հստակ մարզի զարգացման ռազմավարություն, կան հստակ ճանաչված կլաստերներ, ես կարծում եմ մարզային, հա, քաղաքականությունը հենց իր ազդեցությունը նրա համար է, որպեսզի այդ պետական քաղաքականության, այսպես ասած, մթնոլորտը ապահովի, այսինքն պաշտպանի այն պետական ռազմավարությունները եւ քաղաքականությունները, որոնք որ արկա են եւ հստակ է, որ այս մարզում զբոսաշրջությունը հիմի դառնում է առաջնային, հա, այսինքն այդ տարածքներում։ Եվ այստեղ շատ կարևոր է, որպեսզի այդ մարզի զարգացման, որովհետեւ մենք կարող ենք ինչ որ համայնք չի կարող, այսինքն ինքը որոշի, որ ես տեղ հանքարդյունաբերություն եմ զարգացնում, այս մի գյուղումն էլ զարգանում է զբոսաշրջությունը, այսպես չի լինում։ Այսինքն պետք է այդ համապարփակ մարզի զարգացման ռազմավարությունը ինքը լրջագույնս, հա, ընկալում ունենա տարածաշրջանում եւ պետք է իհարկե մարզային իշխանությունները այդ ամեն ինչին հետևեն պետական քաղաքականության մակարդակով։ Շնորհակալություն պարոն Դուլգարյան, սիրելի հեռուստադիտողներ, դուք դիտում էիք Impulse podcast-ի հերթական թողարկումը, մենք հյուրընկալել էինք բնապահպան իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանին, իսկ դուք բացի YouTube-ից, բացի տեսագրությունից կարող եք բոլոր ձայնային հարթակներում ակնթարթ լինել եւ ունկնդիր լինել մեր podcast-ին։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։ Հաջողություն։